Տեթ Հասանիգահի հավակնորդները մի քանիսն են, նրանց թվում նաև Հայկա Արմեն Ղազարյան, որի թագադրումը սակայն Սերգեյ Գալոյանը քիչ հավանական է համարում։ Քրեական դրամաների հեղինակն ասում է, որ նա այդքան կշիռ չունի, թեև երկար տարիներ Միացյալ Նահանգներում եղել է Ուսոյանի ներկայացուցիչը։ Ավելի հավանական թեկնածուն Զախարի Քալաշովն է, ում ազատազրկման ժամկետը շուտով կլրանա։ Հենց ամսի 18-ին միանգամից վերցրեցին ու նրա ազգականին, Ասլան Ուսոյանի ազգականին հռչակեցին փոխանորդ, բայց դա չստացվեց։ Ուսոյանի մահից հետո հակառակ ճամբարները մեծ կորուստներ կրեցին, նրանց անունները Գալոյանը մեկ առ մեկ գիտի։ Ըստ նրա այժմ լարվածությունը փոքրինչ նվազել է, թեև Ուսոյանի կողմնակիցները չեն համարում, թե վրեժը լուծված է։ Այս ընթացքում սպանվել են քրեական պարագլուխներ, այդ թվում ադրբեջանցի Ռավշան Ջանիևը, սակայն բոլորը չէ, որ հավատում են նրա մահվան լուրին։ Չեն բացառում, որ նա քողարկված ապրում է հետմահու։ Եղբայրն էլ այսպիսի հակապատասխան բերում, որ ես հեռախոսում խոսում եմ իր հետ։ Դե եթե ինքը հեռախոսում խոսում է, այս աշխարհը, սա խիստ աշխարհ է, այստեղ միայն փաստն է անցում։ Ինչպես հայտնի է, դեպի Վրաստան ապարդյուն թռիչքից հետո Ուսոյանի դին հողին հանձնեցին Մոսկվայում։ Սերգեյ Գալոյանն ասում է հակառակ հայտարարություններին, թե Վրաստանը օրենքով գողերի չի ընդունում, ինքը տեղեկություններ ունի, որ քրեական աշխարհի ներկայացուցիչները հանգիստ ելումուտ են անում այդ երկիր։ Իզաբելա Հովանիսյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։